Պարզ ենք խոսում այսօր Սյունիքի մասին։ Պատկերացրեք, մեզ հետևում է Սիսյանից մի մարդ, ում հետաքրքիր է, թե ինչ մեր ձև շարժումը կտա օրինակ Սիսյանին։ Սիսյանը գյուղատնտեսական կարևոր շրջան է Հայաստանի համար, ում հիմնական ուղղությունը, զարգացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է։ Սիսյանի համար մեր ձև շարժումը ունի անասնապահության համար ուղղորդված հիմնական առաջարկը։ Դա կաթի գնի սուբսիդիան է եւ կաթի լուրջ վերամշակումն է։ Դա լինելու է Սիսյան քաղաքի եւ շրջանի զարգացման հիմնական ուղղությունը։ Քաջարանը եւ Ղափանը։ Քաջարանը եւ Ղափանը Հայաստանի ամենաբարեկեցիկ շրջաններից են, հաշվի առնելով, որ այնտեղ կա Հայաստանի ամենամեծ հանքերը։ Այստեղ մենք կարևոր փոփոխություն պետք է անենք տարածքային կառավարման մեջ։ Եթե դու ապրում ես օրինակ Քաջարանում եւ քո շրջանից միլիարդավոր դրամների հարկեր է վճարվում պետական բյուջե, քո շրջանը դրանից գրեթե ոչ մի հարկային եկամուտ չի ստանում։ Այսինքն քո քաղաքում հնարավոր չէ կատարել աշխատանքներ ավելի մեծ ծավալների, քանի որ բոլոր հարկերը քաղաքներից գնում է պետական բյուջե, իսկ պետական բյուջեն տնօրինում են քաղաքական այրերը, որոնք երբեմն օրինակ մեծ ու թանկ համերգներ կազմակերպելը ավելի առաջնահերթ են համարում, քան մեր ռեգիոնների կայուն զարգացումը։ Քաջանի եւ Ղափանի համար մենք առաջարկում ենք ու Հայաստանի բոլոր շրջանների համար էլ դա տեղայնացնելու ենք, որ հարկերի մի մասը, որոնք վճարվում են այդ շրջանից, մնան այդ շրջանում։ Դա կբերի տարածքային համաչափ զարգացումից բացի ակտիվ զարգացման, բարեկեցիկ միջավայրի ձևավորման եւ քաղաքապետարանները տեղի ինքնակառավարման մարմինները, որոնք ընտրվում են տեղի համայնքի բնակիչների կողմից, կունենան մեծ ֆինանսական միջոցներ բարեկարգելու քաղաքները, ու Ղափանն ու Քաջարանը կունենան ավելի լավ եւ ավելի ժամանակակից ենթակառուցվածքներ, եթե մենք անենք այդ հեղափոխությունը, այդ փոփոխությունը, եւ այդ փոփոխությունը մենք հաստատ անելու ենք։ Գալիս ենք հաջորդիվ Մեղրու շրջանը։ Մեղրու շրջանի մասին մենք պատմեցինք, Մեղրին հիմնականում աշխատելու է Պարսկաստանի հետ, առևտրի, Պարսկաստանի հետ հունքերի փոխանակման, վերամշակման վրա։ Մեղրին շատ մեծ պոտենցիալ ունի, քանի որ նա գյուղատնտեսական ունիկալ զոնայում է եւ կարող է արտադրել մրգեր եւ այլ տեսակի գյուղատնտեսական ապրանքներ, որոնք ունիկալ են Հայաստանի համար եւ ներմուծվող են։ Ղափանը եւ Քաջարանը նույնպես ունեն մեծ պոտենցիալ եւ այդ հանքերից գեներացված երկրի հարկերը պետք է ինչ-որ ձև վերադարձվի համայնքներին։ Չեմ ասում ամբողջությամբ, բայց մի մասը պետք է վերադարձվի, որ համայնքները երևա, թե ինչ բարեկարգ եւ ինչ հարուստ շրջան է։ Դա նաեւ կմոտիվացնի տեղական քաղաքապետերին, համայնքապետերին, որպեսզի նրանք ավելի շատ ջանք թափեն բիզնեսների հիմնման ուղղությամբ, մարդկանց օգնեն, որ բիզնեսներ կայանա։ Դա կմոտիվացնի նաեւ մարզպետերին, որ աշխատեն ավելի էֆեկտիվ։ Գալիս ենք Գորիս քաղաք։ Գորիս քաղաքը Հայաստանի կարևոր քաղաքներից մեկն է, քանի որ այնտեղ պահպանվում է մշտական, հայկական, ռազմական հոգին։ Ես գիտեմ, որ Հայաստանի մյուս բոլոր շրջաններում էլ է այդպես, շատ շրջաններ, բայց Գորիսը ունիկալությունը նա անում է, որ չկա որևէ խոսակցություն, չկա որևէ զրույց, որ ես ներկա եմ եղել այդ քաղաքում, որը չի եկել, չի ավարտվել ռազմական թեմատիկայով, երկրի պաշտպանողականության բարձրացման մասին քննարկմամբ եւ հայրենիքի մասին խոսքով։ Գորիսը ամենահայրենասեր շրջաններից է եւ միշտ եղել է բոլոր հայկական հակամարտությունների առաջնագծում։ Մեր առաջարկն է Գորիսի հետ կապված, որ նա դառնա հայկական ռազմական կրթության կենտրոնը, ռազմական ակադեմիաներ, նոր տեխնոլոգիաների, դրոնների կառավարման, այլ ուղղությունների, ռազմական ամբողջ ուսումնական հաստատությունների կենտրոնը, պաշտպանության նախարարության գիտական, կրթական կենտրոնը պետք է դառնա Գորիս քաղաքը։ Դրանով մենք կարողանանք այն ոգին, որը ես տեսել եմ մանկուց այդ քաղաքի եւ այդ շրջանի բնակիչների մեջ, օգտագործել, ուղղորդել ի բարօրություն Հայաստանի պաշտպանողականության։ Սակայն մենք պետք է աշխատենք նրա համար, որ մենք չունենանք այդպիսի մարտահրավերներ։ Սյունիքի մասին խոսելուց ես չէի կարող չխոսել մի կարևոր միջազգային process-ի մասին, որի անունը ճանապարհ են դնում Սյունիքի, trip են դնում, թե ուրիշ անուն են տալիս մեր հարևաններն ու մեր կառավարիչները։ Տալով ճանապարհ Սյունիքի մեջով մեր կառավարությունը ստացավ ուղղակի խաղաղության խոստում։ Խաղաղության ուղղությամբ մենք պետք է աշխատենք։ Դա մեր ամենօրյա աշխատանքն է լինելու եւ այս խաղաղության պայմանագիրը, որին գնում է մեր կառավարությունը, պետք է մի ձևով երաշխավորվի։ Ի տարբերություն մեր կառավարության, ով առանց երաշխավորի է մտել խաղաղության պայմանագրի
բանակցությունների գործընթացի մեջ մենք տեսնում ենք, որ 2-3 երաշխավոր է պետք, որպեսզի ունենանք երաշխավորված խաղաղություն, քանի որ թուղթը, որի վրա ստորագրվել է թուրքերի հետ պայմանագիր, հետագայում արժանալու է 0 թուրքերի համար, երբ նրանք տեսնեն, որ չկա երաշխավոր, ով կմասնակցի պաշտպանության եւ կստիպի իրենց հարգել իրենց ստորագրությունը։ TRIP-ի պարագայում շատ ողջունելի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցել է, բայց շատ կարևոր բան ենք բաց թողել։ TRIP-ում Ամերիկայի նախագահի անունը գրված է որպես վկա, witness։ Մեր դեպքում պետք է մենք հասնենք նրան, որ լինի գարանտ, որը ավելի կարևոր, ավելի նշանակալի կարևորություն է տալու այս տարածաշրջանին եւ հնարավորություն կտա ինչ որ ձև երաշխավորել։ Նաեւ Սյունիքը օգտագործվելու է որպես հայկական տրանզիտային ամենակարևոր ուղի հյուսիս-հարավ ուղով։ Մենք պետք է հակադրենք թուրքական օրակարգին, արևմուտք-արևելք օրակարգին հյուսիս-հարավը։ Եվ եթե Պարսկաստանը ցանկություն ունի գնալ Եվրոպա, Պարսկաստանը ցանկություն ունի գնալ կապվել հյուսիսային հարևանների հետ, նա Ադրբեջանից ակնկալելով որոշակի վտանգ, հիմնականում դա փորձելու է անել Հայաստանով, որպեսզի ավելի անվտանգ ուղի լինի։ Եվ այդ ուղու վրա մենք պետք է աշխատենք։ Հյուսիս-հարավը գործարկելու պարագայում, սարքելով հյուսիս-հարավը հիմնական կարևոր տրանսպորտային արտերիա, մենք նաև դրա վրա ենք երաշխավոր ուզելու, որպեսզի երաշխավորներ լինեն, որոնք կապահովեն Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի անվտանգությունը, դրանով կունենանք նեյտրալ անվտանգ երկրի ստատուս, ում անվտանգությունը երաշխարում է արևելք-արևմուտք ճանապարհների ուղղությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիս-հարավ ճանապարհների ուղղությամբ, մյուս երաշխավորները տարածաշրջանի մյուս երկրները, եւ Հայաստանը իր լոգիստիկ թուլությունը, որ մինչև հիմա համարվում էր թուլություն, կսարքի առավելություն։ Եվ եւս մեկ անգամ կրկնում եմ, Սյունիքի 5 հիմնական շրջաններ, Սիսիանի շրջան, զարգացած անասնապահություն եւ շատ զարգացած լավ վճարվող գյուղացիներ, ում ապրանքի համար լավ է վճարվում։ Քաջարան եւ Ղափան, քանի որ այստեղ գործազրկություն չկա, լավ են ապրում մարդիկ, իրավունք կտրվի համայնքներին, որպեսզի հարկերից մաս ունենան, որպեսզի ավելի բարեկեցիկ միջավայր ապահովեն։ Մեղրին կաշխատի Իրանի վրա, իսկ Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն, մենք այս շաբաթ լինելու ենք Սյունիքի մարզում եւ մենք սպասում ենք այդ օրվան։ Շնորհակալ եմ։